Ավելորդ քաշը միայն բարետեսության խնդիր չէ, հաճախ այն ուղեկցվում է առողջական լուրջ խնդիրներով, շաքարային դիաբետով, զարկերակային գերճնշմամբ, հոդացավերով եւ նույնիսկ քնի խանգարումներով։ Բոլոր այն դեպքերում, երբ ոչ վիրահատական միջամտությունները բավարար արդյունք չեն տալիս, բարիատրիկ վիրահատությունը դառնում է ճարպակալման բուժման արդյունավետ եղանակ, հազարավոր մարդկանց համար դառնալով առողջ կյանքի նոր սկիզբ։ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնում ստամոքսի փոքրացման վիրահատությունն իրականացվում է բացառապես պացիենտի առողջությունը վերականգնելու նպատակով։ Սա չպետք է շփոթել կոսմետիկ վիրահատության հետ, պլաստիկ վիրահատության հետ, սա կատարվում է մարմնի քաշի իջեցման համար եւ որպես օրինակ այս հարցին ամենալավ կարելի է պատասխանել օրինակով, երբ որ պացիենտը ունի 200-220 կիլոգրամ քաշ եւ ունի արտահայտված խնդիր ստորին վերջույթներում, չի կարողանում քայլել, ունի շաքարային դիաբետ։ Վիրահատության արդյունքում, քաշը կորցնելու արդյունքում հնարավորություն է ստանում քայլելու օրինակ առանց հենակների։ Եվ այս բոլոր դրական կողմերը բերում են նրան, որ կյանքի որակը բարելավում։ Բժշկական այս միջամտության նպատակն է նվազեցնել ստամոքսի ծավալը, օգնել մարդուն հագենալ ավելի քիչ սննդով եւ միաժամանակ արագ քաշ կորցնել։ Պացիենտները վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում կորցնում են ավելորդ քաշի մինչև 70%-ը։ Վիրահատությունը ունի շատ խիստ ցուցումներ, համար առաջին ցուցումը դա ճարպակալումն է։ Բարիատրիկ վիրահատությունը ցուցված է նրանց, ում մարմնի զանգվածի ցուցանիշը գերազանցում է 35-ը, հատկապես եթե առկա են ուղեկցող հիվանդություններ։ Ըստ բարիատրիկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի, Վարդանանցում այս խնդրին մոտեցումը բազմամասնագիտական է եւ միայն վիրահատությամբ չի սահմանափակվում։ Պացիենտի հետ բացի ինձանից աշխատում են շատ նաև այլ մասնագետներ, որոնց մեջ մտնում է հոգեբան, էնդոկրինոլոգ, սննդաբան, անեսթեզիոլոգիական թիմ, որը շատ կարևոր է բարիատրիկ վիրահատությունների համար։ Վարդանանցում վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, սա նշանակում է քիչ ցավ եւ արագ վերականգնում։